Իշխանական քանի լրատվամիջոց գիտեք, ժողովուրդ ջան։ Դաշտի 90%-ը ձեր ձեռն է, ձեր քաղաքական առաջնորդների ձեռն է, որը բացում ես ատելության խոսք, ասենք ձեր լրատվամիջոցներով, հարգելի պատգամավորներ, ընդդիմադիր պատգամավորներ, ձեր լրատվամիջոցներով, ընդդիմադիր լրատվամիջոցներով վերնագիր է տարածվում։ Ազգային ժողովում լիքը դեպուտանկաներ կան, կներեք արտահայտությանս համար։ Ձեր մեդիան է, ձեր մեդիայի դեմքն է, հասկանում եք։ Ինչ եք ուզում դուք, ինչ եք ուզում, ինչ եք տվել, որ չեք առել։ Ինչի եք ուզում հասնեք դրանով, ում եք ուզում ինչ հասկացնեք։ Թուրք դավաճան, թուրք դավաճան, թուրք դավաճան, թուրք դավաճան։ Բանի պես sense կրկնում են ու իրանց թվում է թե sense անընդհատ կրկնելով այդ նստվածքը տալու է մարդկանց մեջ։ Բայց ամեն ինչ իր չափն ունի, հարգելի գործընկերներ։ Ամեն ինչ իր չափն ունի։ Սուտն ու կեղծիքը ամենօրյա բան է դարել ընդամենը։ Ընդդիմադիր ամենահայտնի լրատվամիջոցներից մեկը Գյումրու ընտրություններից առաջ վերնագիր է տալ։ ՔՊ-ի ներքին հարցումներով Սարիկ Մինասյանը 4-ն է, ՔՊ-ն խոճապի մեջ։ Սարիկ Մինասյանը երբեք 4-ը չի եղել, երբեք չի եղել մի հարցում, որով Սարիկ Մինասյանը առաջի տեղում չլինի։ Հիմա հարց, ինչքան փող եք տվել, որ լրատվականը տենց վերնագիր գրի։ Ինչի համար է լրատվականը այդ կեղծ վերնագիրը գրում։ Ինչի դիմաց է այդ կեղծ վերնագիրը գրում։